Թուրքիայում հանդիպման մասին ինչ ակնկալիքներ ունեք, ինչ մթնոլորտում ընդհանրապես անցավ այդ հանդիպումը։ Կարծում եմ բավական դրական մթնոլորտում է անցել հանդիպումը եւ երկու կողմերը միմյանց են ներկայացրել ընդհանուր թե երկկողմ հարաբերությունների, թե տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ միմյանց դիրքորոշումները, հայկական կողմը դրական է գնահատում հանդիպումը։ Իսկ Թուրքիայի նախագահը ինչպես ընդունեց ընդհանրապես խաղաղության խաչմերուկ նախագիծը, ներկայացվեց չէ խաղաղության խաչմերուկը։ Բնականաբար քննարկում է եղել նաեւ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին եւ երկուստեք արձանագրվել է այդ կոմունիկացիաների բացման կարեւորությունը։ Իսկ այն պարագայում, որ Ադրբեջանը շարունակում է պահանջներ առաջ քաշել, Թուրքիան էլ ասում է, որ քանի դեռ Ադրբեջանի պահանջները չեն բավարարվել, ինքը այսպես ասած հարաբերությունների կարգավորման դժվար թե գնա։ Այդ պարագայում դուք հնարավորություն տեսնում եք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման։ Գործընթաց է, որի ուղղությամբ պիտի աշխատենք, միևնույն ժամանակ գիտեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նաեւ նպատակաուղղված աշխատում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։